Երեխաներ, մենք արդեն ամփոփում ենք այսօր ով աշխատի նախկուտի հեքիաթը և փորձում ենք անդրադարձ կատարել վերնագիրը։ Ապա վերնագիրը կարդում ենք։ Ով աշխատի նախկուտի։ Շատ։ Ով աշխատի նախկուտի հեքիաթը, ճիշտ է։ Այո։ Հեքիաթները գրել է ժողովուրդները, ինչպես նաև հեքիաթագիրները, որոնք այստեղ տեսնում եք։ Առաջին նկարում ով է պատկերված։ Երկրորդ նկարում իսկ երրորդ նկարում Ալեքսանդր Սերգեյեվիչ Պուշկինը։ Այստեղ դուք տեսնում եք հեքիաթներից հատվածներ, ճանաչում եք հերոսներին։ Այո։ Ով է։ Բայց վերնագիրը հենց ինքը ինչ է։ Առածը, բացատրենք վերնագիրը, ինչ է նշանակում ով աշխատի նախուտի։ Բացատրում, ինչ է նշանակում։ Երիջանասա։ Որով աշխատի ինքը գումար ստանա ու ինձուզի կամի կուտի։ Շատ ապրեք, իսկ էլով է բանազում ասել, Արիջանասա։ Որ չաշխատեն, մենք հաց չենք։ Իրականում էպես է, որ չենք աշխատում, հաց չենք ուտում։ Այլ որ բան չենք աշխատում, այո, դուք չեք էլ աշխատում, բայց ուտում եք, շատ ապրեք։ Այսինքն մայրներ են աշխատում, շատ, այսինքն ընտանիքում բոլորս են աշխատում են, որ կարողանանք աշխատանքի բարիքներից օգտվել։ Այդ ուրիշ առարկներ գիտեք աշխատանքի վերաբերյալ, ապա ներիցը։ Ապա նորից բարձրացություն, աշխատասեր։ Շատ ապրես, էն ինչ գիտենք առած, դիլիկանը։ Աշխատանքի քաղցր պտուղը ավելի քաղցր։ Շատ ապրես, պայեմ ջանասա։ Ով ալարի ոչ դալարի։ Ով ալարի ոչ դալարի, ճիշտ է, այդ ջանասա։ Աշխատանքը ոսկի է բերում։ Շատ ապրես, աշխատանքը ոսկի է բերում։ Դավիթ, դու ինչ կասես։ Աշխատասիրությունը, այո կասեմ, հաջողության բանալին է, այ աշխատասիրությունը հաջողության բանալին։ Եվ քանի որ երեխաներ, մենք այս դասը բավականին շատ արդեն սովորել ենք, ամփոփել ենք, վերլուծել ենք, մենք միայն հիմա անդրադարձ կկատարենք վերջին հատվածին։ Հիմա բոլորս գրում ենք, ծրծում ենք հաջորդ էջը և վերջին հատվածը կներկայացնենք բեմադրության տեսքով։ Երեխաներ, ով աշխատի նախուտի հեքիաթի հերոսներն ովքեր էին։ Հիմա բեմադրենք վերջին հատվածը։ Հավիկը հացը թխեց, դրեց սեղանին։ Հացրով կուտի, հացրեց հավիկը։ Ես! Գոչեց ծիտիկը և մոտեցավ սեղանին։ Ես! Գոչեց ինգիկը և մոտեցավ սեղանին։ Հավիկն ինչ կաներ։ Հավիկ հաց կտայի։ Այո թե ոչ։ Ոչ, փորձենք հասկանալ հավիկին, ինչու չէի տա, Հավիկ ջան։ Որովհետև իրանք չօգնեցին, որ հաց թոնին վառեմ, հաց թխեմ և չօգնեցին, որ դու հացը պատրաստես, ճիշտ է։ Շատ ապրեք։ Երեխեք ջան, այ ենթադրենք, մենք կանչում ենք մեր այս հեքիաթի հերոսներից որևէ մեկին և տեսենք նրանցից ենթադրենք կարմիր գլխարկ։ Այն ինչպես կլուծի այս խնդիրը, հավիկի նման հաց չի տա նրանց, քանի որ չէին աշխատել, թե փոխի այդ տեսանկյունից դիտել։ Կարմիր գլխարկ ջան, ով է ուզում, Լիլիթ ջան, այլ։ Ես կարմիր գլխարկն եմ։ Ես գիտեմ, որ հավիկի ծիտիկը և մուկիկը չեն օգնել, բայց ես նրանց կտամ հաց, որ ուտեմ։ Իմ կարկանդակներից, չէ՞ որ ես ունեմ կարկանդակներ, չէ՞։ Ում համար էի տանում այդ կարկանդակները, Լիլիթ ջան, կարմիր գլխարկ ջան։ Ես տանում էի ծիտիկի և մուկիկի համար։ Ծիտիկի և մուկիկի համար էի բերում ես։ Շատ լավ։ Այսինքն դու նրանց փոխես դասիրակել, որ նրանք իրենց Հայաստան մյուս անգամ
աբիկին օգնեն։ Շատ լավ։ Այս բանի խմբային աշխատանք են կատարելու, որը վերաբերում է նաև ողաշատի նավթի հեքիաթին։ Մենք պիտի 3 խմբի բաժանվենք։ Առաջին խումբը ունենալու է ստեղծագործողների անունը, երկրորդ խումբը պիտի լինի վերլուծաբանների, երրորդ խումբը լեզվաբանների։ Բայց մինչև խմբային աշխատանքի բաժանվելը, մենք այստեղ տեսնում ենք, որ ունենք աշխատանքային կանոններ։ Առաջին կանոնը ո՞րն է։ Համագործակցություն։ Այսինքն խմբերում պիտի բոլորս լինենք համագործակցող, ասենք մեկս մյուսի կարծիքը եւ անպայման հաշվի առնենք։ Երկրորդ կետով պիտի լինել ակտիվ, այսինքն խմբային աշխատանքի ժամանակ բոլորս լինում ենք ակտիվ, իսկ երրորդը եւ այն աշխատանքին, որ տրամադրվում է ժամանակ, դուք պիտի կառավարեք, որպեսզի ժամանակին ինչ կարողանաք տեղավորվել։ Առաջին խումբը ստեղծագործողների խումբն է։ Ո՞վ է ստեղծագործողների խումբը։ Մարիամ, դուք եք։ Այո, առաջին խումբը դուք եք։ Հետևյալ աշխատանքն է կատարելու։ Ով աշխատի նագուտի վերնագրով, հորինել պատմություն, 5 նախադասության սահմանում։ Կարծեք ձեր աշխատանքը։ Շատ լավ։ Երկրորդ խումբը վերլուծաբանների խումբն է։ Ովքեր են վերլուծաբանները։ Ձեր բարձր։ Դուք եք վերլուծաբանները։ Վերլուծաբանները կար։ Ով աշխատի նագուտի հեքիաթի հերոսների արարքների գնահատում եք անելու դրական եւ բացասական։ Եվ երրորդ խումբը մեր լեզվաբաններն են, ովքեր են, այո, ով աշխատի նագուտի հեքիաթից դուրս գրել առարկայի գործողություն ցույց տող ինգական բառ, դրանցից ընտրել մեկ զույգ եւ կազմել մեկ նախադասություն։ Ես կարող եմ դրամացնել։ Չէ, ամեն առավոտ էլի հասկացա։ Առաջին հերոսը Մուկիկն է։ Մուկիկի դրականը, որ նա հասկացավ իր սխալը։ Եվ բացասականը ծույլ է, աշխատասեր չէ։ Եվ Ծիտիկը դրականը նույնպես նա հասկացավ իր սխալը, բացասականը սուտասան է և աշխատասեր չէ։ Հավիկը դրականը աշխատասեր է ու բարի է, բացասականը աշխատող է ու խելացի է։ Շատ լավ։ Հիմա գնահատում ենք Շատ լավ է, բայց կարդում և ոտնիտը չփոխվեց։ Ո՞վ ինչ է գնահատում։ 10, որովհետև թերություն չուներ, լավ էր կարդում, սխալներ չուներ ու Բարձրերը ճիշտ է գնահատել, ճիշտ է, շատ ապրես։ Անարգած հսկվող բաներում մենք գրել ենք խրտիկ, մուկիկ, հավիկ, ծիտիկ և թորիկ։ Իսկ գործողություն ցույցող բաներում մենք գրել ենք խուջուջանել, աղան, հաշվեց, վարեց, մոտեց, իսկ նախադասություններն Հավիկը խուջուջ արեց, հավիկը խուջուջ արեց, հավիկը թովի վարեց։ Հավիկը խուջուջ արեց, հավիկը թովի վարեց։ Այո, շատ ճիշտ է։ Եկեք գնահատենք մեր լեզվաբաններին, ապա վերլուծաբաններ գնահատեցինք, ինչ են գնում, 10 են գնահատում, որովհետև լավ էր կարդում, սխալ չկար և ճիշտ էր։ ճիշտ էր, այո, բառերը ճիշտ էին ընտրված։ Իսկ ստեղծագործողների խումբը ինչքան է գնահատում մեր լեզվաբաններին։ 9, որովհետև մի քիչ կրթվում էր ու իրան հավատ չէր։ Ինչպես։ Իրան հստակ չէր կարդում, դրա համար 9։ Բայց իսկ բառերը ճիշտ են առարկացուցող գործողություն։ Այսինքն ընդհանրապես որ խոսքը մի փոքր արտահայտիչ է եւ հստակ չէ։ Այդտեղ դա դե մեր հեքիաթի դեզրակացություն կատարելով գլուխագրենք ինչպիսին է աշխատասեր մարդը, ինչպիսին է ծույլ մարդը։ Այն եկեք առաջինը աշխատասերից սկսենք։ Ասենք գող է, հա, գող է, կարդապահ է, երրորդը գող է իր աշխատանքից, ճիշտ է,
Եկեք հիմա ծույլ մարդու բնութագրենք։ Ծույլ մարդը ինչպիսին է։ Ասա։ Ծույլ մարդը ինչպիսին է։ Ալար կոպ է, իպյանում, հերապոտյանում ամբողջը։ Ուրում ես ալար կոպ է։ Չի օգնում, կանեն բա մեր աշխատանքը որն է, մեր աշխատանքը որն է։ Դա սովոր է, ով է, որ մենք կարողանում ենք աշխատել։ Իսկ դուք դրան ընդհանրապես օգնում եք ձեր ծնողներին։ Ահա, գող չի աշխատանքից, շատ ապրեք, և այսպես կարող եք շատ թվարկել։ Հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնացնում եք այս հեքտատի աշխարհում, մեր հեքտատների աշխարհում։ Ես ունեմ այստեղ հեքտատի գրքեր։ Դուք հավանաբար ծանոթ եք այս հեքտատի գրքերին, մի մասին ծանոթ եք, մյուս մասին ծանոթ չեք։ Ես այն վերցրել եմ գրադարանից և իհարկե դուք նաև հեքտատների գրքեր եք վերցնում գրադարանից, ճիշտ է։ Օրինակ ենթադրենք սա չափ-չափ թագավոր է, տալիս է Նելին։ Նելին այս գիրքը կարդում է ենթադրենք և օրում նշում եք իր մոտ, բերում ինձ է տալիս, որ մենք փոխանցենք մյուս աշակերտ։ Մի հատ էլ խաղ կխաղանք ով է ուզում դառնալ միլիոնատեր, կփորձենք հասկանալ, թե որքան է դուք տիրապետում մեր անցած լեզվական գիտելիքների և վերջում տեսնենք ով է դառնում մեր դասարանից միլիոնատեր կամ միգուցե բոլորը դառնում են միլիոնատեր։ Պատրաստ եք խաղին։ Գնացի, ուշադրի կկարդաք։ Կարդացեք, քանի տար ունի աթոռ բառը։ Համաձայն եք, որ 4-ն է։ Գնացին 4-ին։ Ճիշտ տարբերակ է, այո, առաջ եք, կարդացեք, քանի հնչյուն ունի ելակ բառը։ 5, ճիշտ համաձայն եք։ Որ բառը ցույց տալիս առաջ կա։ Կարդացեք։ Գրիչ։ Որ բառը ցույց տալիս անձ։ Չեն հանդիպել որևէ դժվարության, բարձրացնում են իրենց կանաչ շրջանները։ Ցած են գնում։ Հիմա այն երեխաները, ովքեր մի փոքր դժվարացել են, կամ մի բառ լավ չեն հասկացել, կամ ուշ են հասկացել, բարձրացնում են վերին շրջանները։ Շատ լավ։ Իսկ այն աշակերտը կամ աշակերտները, ովքեր մի փոքր առավել է դժվարացել, ինչ-որ բան լավ չեն հասկացել, ունեցել են դժվարություններ, բարձրացել կարմիրը։ Մարի ջան, ուրեմն ինչ ենք անելու։ Մարի ջան, տանը գրում ես, թե ինչ հարցերում ես դժվարացել։ Կետերով գրում ես, ասենք օրինակի համար, այս մի բանը լավ չեմ հասկացել, չեմ հասկացել Հավիքի ասածը, եթե մի քանի հատ գրում ես, եթե մի հատ ես գրում, հետո կբերես այդ հատիկը ինձ տղաս և մի հատ բարձաբանենք, թե որ հարցը լավ չես հասկացել։ Եվ երեխաներ, տնային աշխատանք, ուշադրություն, տնային աշխատանք եմ տալիս, բանավոր կատեք ու բանավոր սուչեք։ Ձեր հրաշքերում գրելու եք, ով աշխատի լավ ուտի, հեքիաթի նման մի փոքրիկ պատմություն։ Վերջնագիրը կարող է դնել մեր այն առածներից, որոնք դուք
օրինակ աշխատանքը ոսկի է, կամ աշխատասիրությունը հաջողության բանալի է, կամ օվալանի ոչ դառնալը։ Դրանցից որևէ մեկը վերցնում եք եւ օրինում եք պատմություն։ Մի 5 նախադասության սահմանը, ոչ ավելի 5 նախադասության սահմանը։ Պարզ է, Այո։ շատ ապրեք, շատ հաջողված դասը, շատ շնորհակալ եմ բոլորիցս։